քաղաքում դեռ վերջնական համաձայնություն չեն հասել։ Ես կխնդրեի դուք ասեք ինչ համաձայնությունների մասին է խոսքը, արդյոք անձնական պայմանների կամ որևէ այլ հարցի մասին է խոսքը, կամ առհասարակ ինչ քննարկումներ կան այդ ճանապարհի հարցով Երևանի եւ Բաքվի միջեւ, եւ դուք ինչ առաջ խոսեցիք Քրկին Մայլաթորից, ես ուզում եմ մի հարց Ձեզ դուք բացի պնդում եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը խախտել է բուսակրոնության ուղտը եւ պետք է հեռանա, եթե սխալ չեմ հիշում, մի պնդում եք բուսակրոնության ուղտը խախտելու հետ կապված, արել եք Աշակ Սրբազանի հետ կապված, որ նա եւս այդ ուղտը խախտել է։ Ուրիշ ինչ տվյալներ ունեք բարձրաստիճան դեպքերականներից, ովքեր են խախտել բուսակրոնության ուղտը, կամ գուցե համոզված եք, որ նույնիսկ բոլորը արդեն պահպանել են եւ որևէ խնդիր չկա մյուսների հետ կապված։ Եթե ես համոզված լինեի, հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգի եւ դրա անհրաժեշտության մասին չէի խոսի եւ հետեւաբար այդ բարենորոգման օրակարգի հենց ամբողջ իմաստը եւ նպատակը հենց նա է, որ ոչ թե մենք կռահումներ ունենանք կամ արտահոսքեր ունենանք, այլ մենք ունենանք մեխանիզմներ բարեվարկության ապահովման։ Ինչի պետքա կներեք պետությունը, կառավարությունը, այսինքն պարզ է թե ինչի, պետքա ունենա բազմաթիվ մեխանիզմներ, այդ թվում ֆինանսական թափանցիկությունը, այդ թվում գործունեության թափանցիկություն պետական պաշտոնյաների դեպքում, իսկ հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների դեպքում չպետք է լինի։ Բարեվարկության մենք կներեք մի վարչության պետ ենք նշանակում, բարեվարկության ստուգում է անցնում։ Կաթողիկոս թեկնածուն բարեվարկության ստուգում պետք է չանցնի։ Ես ընդհանրապես խոսում եմ բարեվարկության մասին, ես մի հոգու բարեվարկության մասին չեմ խոսում, ես խոսում եմ բարեվարկության մասին որպես ինստիտուտի, որը այսօր հայաստանյան Ծառաքելական Սուրբ Եկեղեցում ցավոք ներդրված չէ, եւ բարենորոգման առանցքային նպատակներից եւ օրակարգերից մեկը դա պետք է լինի, որպեսզի մենք ոչ թե կռահումներ ունենանք, այլ ունենանք որոշակի մեխանիզմներ, որպեսզի այդ խնդիրը ինստիտուցիոնալ ձևով լուծվի։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, ես սխալ եմ հիշում, նախորդ բրիֆինգին դուք այդ նույն հարցը չտվեցիք։ Շատ լավ։ Իմ պատասխանները նույնն են ամեն դեպքում այդ հարցին։ Ինչ կա, դուք գիտեք։ Ինչ որ դուք չգիտեք, չկա։